Պարոն Կարապետյան, կարծում եմ նորություն ասած չեմ լինի, որ դուք եւ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը բավական շատ ընդհանրություններ ունեք։ Երկուսդ էլ բիզնես գործունեություն եք ծավալել Ռուսաստանում, մեծ ներդրումներ եք արել եւ Հայաստանում եւ Արցախում, բայց այսօր Ռուբեն Վարդանյանը օրինակ գտնվում է Բաքվի բանտում։ Դուք հաշվի առնելով ձեր կապերը, ծանոթությունները եւ հնարավորությունները մինչև այսօր որևէ բան արել եք, օրինակ Ռուբեն Վարդանյանի պահման պայմանների կամ նրա վերադարձի հարցի շուրջ եւ առաջիկայում ինչ եք պատրաստվում անել։ Հաշվի առնելով հարևան երկրի ներքին վիճակը, եթե դու չունես պետական լծակներ, չես կարող ոչ մի ազդեցություն ունենալ այդ երկրի ապօրինությունների վրա։ Ռուբեն Վարդանյանի հետ իրոք մենք ունենք լուրջ ընդհանրություն, երկու հարազատ ընկերներով մեզ կալանավորեցին, բայց մի անհանգստացեք, շատ շուտով արդարությունը Հայաստանում հաղթելու է, արդարադատությունը հաղթելու է եւ ձևավորելով կառավարություն մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենասեր հայրենակիցները բոլորը վերադառնան Հայաստան, որովհետեւ ես վստահ եմ, որ դա կարող է անել միայն մեր ուժը օգտագործելով մեր միջազգային լուրջ հնարավորությունները։ Պարոն Կարապետյան, իշխանությունը ձեզ քննադատելիս նշում է եւ դա գաղտնիք էլ չէ, որ դուք ձեր կապիտալի մեծ մասը կուտակել եք Ռուսաստանի Դաշնությունում։ Իհարկե ձեր թիմակիցները թվարկում են նաեւ այլ երկրների անուններ, բայց զգալի մասը կուտակվել է Ռուսաստանում ձեր կապիտալի եւ իշխանությունները ձեզ քննադատելիս ասում են, որ ձեր հաղթանակի պարագայում կամ ձեր ծրագրերի իրագործման պարագայում ստացվելու է այնպես, որ Ռուսաստանը եւ դրանով ձեզ ճնշելու է եւ Հայաստանի ենթակառուցվածքները դուք տրամադրելու եք Ռուսաստանի ղեկավարմանը կամ կառավարմանը կամ տալու եք Ռուսաստանին։ Ո՞րն է ձեր բացատրությունն այս հարցում։ Ես այն մարդն եմ, ով Հայաստան է վերադարձրել հիմնական ստրատեգիական ակտիվները Ռուսաստանից։ Փաշինյանի այդքան սիրված Հայաստանի էլեկտրական ցանցերը ես վերադարձել եմ Հայաստանին։ Հրազդանի ջեկը ես վերադարձել եմ Հայաստանին։ Սևան Հրազդան կասկադը ես վերադարձել եմ Հայաստանին։ Հիմա էլ ես եմ վերադառնում Հայաստան։ Այսինքն մտավախություն չկա, որ ձեր կապիտալի համար, օրինակ Ռուսաստանը ձեր նկատմամբ ճնշումներ կկիրառի։ Մտահոգ չեք։ Բացարձակ մտահոգ չեմ, իսկ եթե կիրառեն, այդ դեպքում նույնպես բացարձակ մտահոգ չեմ։